Սուր դանակներ, մկրատ, վարսահար դարիչ, կրակայրիչ, եռոտանի և խոհանոցային այլ պարագաներ։ Սրանք այն զենքերն են, որոնք Civilnet-ում իրականացված խուզարկության արդյունքում մեզ հաջողվեց հայտնաբերել։ Վերջին օրերին նմանատիպ առարկաներով, այսպես ասած զենքերով նկարները դարձել են սոցիալական ցանցերի լրահոսի մասը։ Քաղաքացիները արձագանքում են քննչական կոմիտեին։ Ապրիլի 9-ին քննչական կոմիտեն հրապարակեց մի տեսանյութ, որում ներկայացված են այն առարկաները, որոնցով ըստ այդ կառույցի 100-ամյա առանց ռեժիմի շարժման անդամները պատրաստվում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպել։ Այդ առարկաների ցանկում էին օրինակ ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության F1 տեսակի մարտական նռնակ, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված մետաղյա և փայտյա զողեր, նունչագի, 2 սուր, 1 դաշույն, 2 էլեկտրաշոկ, հակագազ և այլն։ Այս տեսանյութից հետո Facebook-յան մի շարք օգտատերեր սկսեցին իրենց տներում խուզարկություններ անցկացնել, պարզելու թե զանգվածային անկարգությունների համար ինչ զենքեր ունեն։ Օգտատերերի ներկայացրած նկարներում ճակերտավոր զանգվածային ոչնչացման զենքերը բազմաբնույթ են։ Հատուկ նշանակության սփրեյ, կրտնակներ, հոգնաներ, 1 բութ սխտոր ճզմելիք, գաղտնի նշանակության ուսապար, ամանի հեղուկ, կանոններ, ֆոտոխցիկներ, մուրճեր, բադմինտոն, խոհանոցային դանակներ և այլն։ Facebook-ի օգտատեր Զարուհի Մուրադյանն օրինակ գրում է. այսօր մեր տանը իրականացած խուզարկության արդյունքում նայեք ինչքան վտանգավոր զանգվածային անկարգություններ կազմակերպելու առարկաներ են հայտնաբերվել։ Թրեր, ատրճանակներ, գլադիատորի կասկա, տատիկի չալիկը և խոհանոցային մի քանի դանակ։ Վայ մեկ էլ տղայիս ավտոմատի նշանառուն, պրիցել։ Facebook-ի մեկ այլ օգտատեր Արմեն Փամբուխչյանը ևս իր տանը խուզարկություններ անցկացրել և հայտնաբերել շշեր մոլոտովյան կոկտեյլներ սարքելու և բուֆեր մարդկանց նևրոլինգվիստիկ խանգարման ենթարկելու համար։ Ուղերձը հետևյալում էր, որպեսզի ոստիկանությանը ներկայացվի կամ ընդհանրապես հասարակությանը, որ ցանկացած մարդու կարող են ձերբակալել։ Անգամ ասենք ես չեմ զարմանում, որ ինչ-որ մեկի տանից գտնեն հարստացված ուրան ենթադրենք, ասեն, որ այս մարդը պատրաստում էր ատոմային ռումբ կամ չգիտեմ, Էնվեր Փաշայի աթաղանը ու մեղադրեն ցեղասպանության կազմակերպման մեջ ինչ-որ։ Օգտատեր Նարեկ Բաբայանն մասշտաբային ինքնախուզարկության արդյունքում հայտնաբերել է առանձնակի ծանր դաժանության զրահատեխնիկա, տնաշեն գործիքներ և սառը զենքեր, որոնց միայն տեսքը նրա խոսքով սարսափահար կաթվածի անեյության կարող է հասցնել և ովայի ցանկացած վկայի։ Սովորական ֆլեշմոբ էր, Զարուհի Մուրադյանին էր առաջինը դրել կարծում եմ, տենց ծիծաղելի նկարներ, այսինքն այն ինչ որ կարող է լինել յուրաքանչյուրի տանը, սկսած ձողից վերջացրած, չգիտեմ, դանակով, ընդհանրապես ցույց տալու համար, որ ծիծաղելի մեղադրանք է առաջադրվել շինծու, ինչը երևի թե բոլորի համար ակնհայտ է կամ ակնհայտ չի միայն իշխանականների համար։ Նարեկը նշում է, որ նույնիսկ չի նայել քննչական կոմիտեի ներկայացրած տեսանյութը, ասում է ամեն ինչ ակնհայտ էր։ Ընդհանրապես թվարկությունը թե ինչ են հայտնաբերել, արդեն ամեն ինչ ասում է, ինչպես նաև այն, որ սենց կազմակերպված ակցիային, այսպես ասած, արել բոլորի տները միանգամից խուզարկելու ու առանց դատարանի պատշաճ թույլտվության ու հիմնավորման կարիք չկա, այսպես ասած, խորանալու, խորամուխ լինելու, որպեսզի հասկանալի լինի, թե դրա տակ ինչ կա։ Դրա տակ ընդհանրապես պատվեր է։ Հատկանշականը, որ հանրային ընդվզման այս եղանակին մասնակցող քաղաքացիները մեծ մասամբ չեն հանդիսանում հիմնադիր խորհրդանի անդամներ։ Բայց դա ոչ մի կապ չունի, մենք հիմա խոսում ենք ավելի շատ մարդու իրավունքների եւ խոսքի ազատության մասին, ոչ թե ով ինչ գաղափարներ եւ ինչ կարծիքներ ունի։ Նարեկն ու Արմենը նշում են, որ այս ակցիան համերաշխություն է ոչ միայն հիմնադիր խորհրդարանին, այլև մյուս քաղբանտարկյալներին, ինչպես օրինակ Շանթ Հարությունյանին եւ ընկերներին։ Սոլիդարությունը այն քաղաքացիներին, որոնք որ ենթարկվում են ապօրինությունների ու նկատմամբ կիրառվում են բռնություններ եւ այլն։ Հայտնաբերված առարկաներով նկարները տեղադրվում են Ազատություն քաղբանտարկյալներին #-ի ներքո։